Բարև ձեզ Factor TV հյուրը Երևանի արտաքին եւ անվտանգության քաղաքականության կենտրոնի համահիմնադիր եւ հետազոտող Դավիթ Պետրոսյանն է, բարև ձեզ պարոն Պետրոսյան։ Բարև պարոն Անյան, շնորհակալ եմ հրավերի։ Շնորհակալություն գալու համար զրույցը սկսենք Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդ օրենքի նախագիծը, ճանաչման նախագիծը Կնեսեթ ուղարկելու վերջնական վերաքվեարկության այս թեմայով սա տեղի ունենում Թուրքիա-Իսրայել լարված դիվանագիտական հարաբերությունների ֆոնին, երբ որ Թուրքիան Իսրայելին մեղադրում է Գազայում ցեղասպանության մեջ եւ Իսրայելի արտգործնախարար Սարն ասում է, թե այս քայլը իրենց բարոյական եւ պատմական պարտավորությունն է եւ թե տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ճշտում, նսեմացում կամ խեղաթյուրում։ Այ ինչու հիմա։ Մենք կարող ենք պնդել, որ այս վերջի զարգացումը պայմանավորված է թուրք-իսրայելական հարաբերություն տեղի ունեցող իրադարձություն, մասնավորապես նաև Իրան-Իսրայել, ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետ։ Եթե հիշենք, փոքր համատեքստ փորձենք տալ, որ ընկածքով կարևոր է, այո, այժմ կա ժամանակավոր զինադադար ԱՄՆ-Իրան-Իսրայել պատերազմում, բայց եթե հիշենք պատերազմի սկզբում, երբ որ քննարկվում էր թե որն է Ամերիկայի ստրատեգիկ նպատակներից մեկը, եւ նշվում է, որ ստրատեգիկ նպատակները որոշակի առումով տարբերվում են Իսրայելի ստրատեգիկ նպատակներից, այսինքն երկու դաշնակիցները Իրանի հետ կապված տարբեր նպատակներ են, հիմնական խնդիրներից մեկը այն էր, որ Իսրայելը հետաքրքրված էր իր ամենաբարձր նպատակ, այսպես ծրագրի ամենահաջողված սցենարի դեպքում մասնատված Իրան ունենալ, այսինքն failed state ունենալ, օրինակ ինչպես ժամանակին Սիրիայում էր, ու դեռևս կան այնտեղ խնդիրներ կոնսոլիդացնելու պետությունը, ԱՄՆ-ի դեպքում նշվում էր, որ ամենալավ սցենարը, եթե կան ժողովրդավարական ուժեր իշխանության, որոնք ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ համահունչ քաղաքականություն կան։ Սա երկու կողմն բարձր նպատակներ են, ուստեղ իրենք ունեն որոշակի հակասություն։ Այստեղ ուներ մեծ խնդիր նաև այս նույն խնդրի հետ կապված հակասություն կա նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ։ Օրինակ Ադրբեջանը հետաքրքրված էր մասնատված Իրանով, որին հնարավորություն կտար Իրանի հյուսիսում գտնվող ադրբեջանցիների հետ ավելի, այսպես ասած, ֆորմալիզացնել ինչ-որ իր հարաբերությունները, մեծացնել իր ազդեցությունը, Թուրքիան սրանով հետաքրքրված չէր։ Դե եթե Պարսկաստան որպես խաղացող այս տարածաշրջանում վերանար, իսկ եթե մասնատված պետությամբ Պարսկաստան դուրս գա այս կոնֆլիկտից, նա չէր կարող լինել հեգեմոններից մեկը, ինչպես որ հիմա է, տարածաշրջանային։ Ոստեղ շատ տեսաբաններ նշում են, որ Պարսկաստան Իրանից հետո Իսրայելի խնդիրը Թուրքիան է լինելու ու նույն մոտեցությամբ։ Ու այստեղ այս հակասությունները շատ լավ նկատվեցին։ Ու այժմ քանի որ Իրանի հետ կոնֆլիկտում որոշակի համեմատաբար դադար է վերցվել, Իսրայելը փորձում է հասցեագրել այն խնդիրները, որոնք ընթացքում երևացին։ Ու հայոց ցեղասպանության գործիքներից մեկն է, որ Իսրայելը փորձում է ազդեցություն բանեցնել Թուրքիայի վրա։ Ինչ նպատակով, ինչ է ուզում Թուրքիայից, չէ՞ որ սա այսպես գործնական հետևանքներ, խնդիրներ դժվար թե Թուրքիայի համար առաջացնի, այսինքն ինչ սա զուտ բարոյական ապտակ է, թե այլ հարց։ Թուրքիայի որպես պետության համար հիմնական խնդիրներից մեկը թուրքական ինքնության հարցն է։ Ու Թուրքիայի իշխանությունը սա Աթաթուրքի ժամանակվանից հիմքի է դրվել, բայց այնպես չի, որ այդ խնդիրները ամբողջովին այնտեղ հասցեագրված են ու ցեղասպանությունը ամենայն ցավալի խնդիրներից մեկն է, որ հասարակության ներսում այսպես միակողմանի դիրքորոշում գոյություն չունի։ Ու սա Թուրքիայի ցավալի կետերից մեկն է, ու Իսրայելը այժմ կապտում է դրանց։ Ու բազե որ սա ազդելու է Թուրքիայի միջազգային հեղինակության վրա։ Որքան դա կազդի հողի վրա ինչ-որ բանի վրա բարդ է ասել, բայց այն որ բոլոր երկրներն էլ հետաքրքրված են իրենց իմիջը դա ուժը չի, power-ը չի, բայց ամեն դեպքում իմիջով հետաքրքրված են ու նման դեպքերում, երբ որ նման օրակարգ է առաջ բերվում, մենք այստեղ կարող ենք քննարկել նույն հայ-ադրբեջանական հարաբերություն, որոշ նարատիվների առկայություն, որքան դա հողի վրա կարող է ազդել, սա դառնում է բանակցային ռեսուրս, bargaining power։ Այսինքն, երբ որ կողմից մեկը օգտագործում է որոշակի խոսույթ, soft power-ի միջոցով մի ազդեցություն կունենամ ու հետո որպեսզի նա դադարեցնի այդ խոսույթը կամ միջև վերջ չշարունակի, դրա դիմաց ստանում է մեկ այլ բան։ Ոստեղ եթե մենք իմանայինք, թե Իսրայելը Թուրքիան ինչպիսի, այսպես ասած, շահերի համակցման եւ բախման համատեքստ ունեն, Իսրայելը այժմ ներմուծում է մի հատ բանակցային ռեսուրս, որը կարող է ազդել այդ փոխազդեցության համատեքստի վրա։ Այսինքն դրա դիմաց ստանա մեկ այլ բան, կամ միջև վերջ շարունակի։ Այսինքն ցեղասպանության հարցը առաջ է բերում Թուրքիայից ինչ-որ զիջումներ ստանալու։ Զիջումներ ստանալ կամ ինչ-որ մի բան շատ չխոսել, որովհետև
Փորձեմ սա հետ կապված նաև մի բան նշել, որովհետև մեր հարցում սա քննարկում էր, որքան է սա բարոյական, որ հայոց ցեղասպանության թվում հերթական անգամ դառնում է առևտրի առարկա։ Իմ կարծիքով մենք հատկապես 20 թվականից հետո շատ ենք խոսում թե քաղաքականությունից ինչ է ներկայացնում շահերը, ինչ են բախում, ինչ է իսկ մենք ունենք հետևյալ իրավիճակը, որքան էլ մենք ուզենանք թե չուզենանք, հայոց ցեղասպանության թեման տարբեր երկրներ կարող են օգտագործել տարբեր կերպ։ Դա մեզնից կախված չէ, այսինքն մենք տխրենք ուրախանանք, մենք process-ի վրա ազդեցություն չենք կարող ունենալ։ Կան երկրներ, նրանք ունեն շահեր, բոլորի նպատակն է մաքսիմալ ապահովել իրենց շահը, ու դա անելու համար, եթե տեսնենք հիմա ինչ միջոցներ են օգտագործում, որ միջազգային իրավունքին են հակասում, նման բան անել չէ հակասում միջազգային իրավունքին։ Այսինքն մենք պետք է հաշվի նստենք այս իրականությունը եւ փորձենք մեր մաքսիմալ շահը խաղենք։ Ու այդ որ նշում են առևտրի առարկայի դրում եւ այլն, նաեւ առևտուր հասկացնում, մեր մոտ առևտուր հասկացում մի բացասական ամբարո գործունեություն է։ Մինչդեռ արևմուտքում առևտուրը արժեք է։ Առևտուրը արժեք ստեղծել է, value ստեղծել է, որտեղ մարդին բան արտադրում եւ վաճառում է։ Հիմա մեր դեպքում մենք պետք է փորձենք ուղղակի հասկանալ, փորձենք էմոցիաներ դնել մի կողմ, հասկանալ ինչպես սա տեղի ունեցավ ու եթե սա որպես վերջին միտք ասեմ, եթե մենք նայենք թե որ երկրներն են ընդունել հայոց ցեղասպանությունը, ցուցակով վերցնենք ու հասկանանք բոլորի սարժանքները։ Մենք կտեսնենք, որ այդտեղ բոլորն ինչ-որ շահ ունեցել են։ Այնպես չի, որ առանց շահ ուղղակի ճանաչվել է։ Այլ հաց որ դա քողարկված է լինում կամ մենք որոշակի կողմնապահ մոտեցումն ենք տվյալ երկրի նկատմամբ Իսրայելի հետ կապված մեր մոտ շատ բացասական մոտեցում կա, որ տարբեր օբյեկտիվ հանգամանքներ է բավարարված։ Դե տեսեք, օրինակ ես նայեցի Իսրայելի Կնեսեթում կամ Կնեսեթի հանձնաժողովներում հայոց ցեղասպանության հարցի արծարծման պատմությունը 1989 թվականից ի վեր 10-ից 15 անգամ այնտեղ տարբեր այսպես ձևաչափերով քննարկվել է, բայց հետո մերժվել, հետաձգվել, տապալվել, այդ որ ասում եք մի քիչ ավելի սուր ենք ընկալել Իսրայելի բանակը, երևի դա նաև այն է եղել, որ հոլոքոստի զոհ ժողովուրդը չի փորձել իրերը իրենց անուններով կոչել մեր պարագայում, ինձ թվում է, չգիտեմ, կարող է սուբյեկտիվ եւ սխալ բան եմ ասում, բայց սա է եղել մեր այսպես վիրավորվածության, հա, պատճառաբանությունը, սրա այսպես ասենք հետհարված է կամ ազդեցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, այս օրերին մենք լսում ենք, որ ինչու Հայաստանի արտգործնախարարությունը չի արձագանքում, չի ողջունում, բայց նաև գիտենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը ասում է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հարաբերություններում թիվ 1 օրակարգային հարցը չեն հետապնդում այդ հարցը եւ այլն, այ որը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տեսակետը հաշվի առնելով նաև հայ-թուրքական նորմալացման process-ը այնքանով ինչքանով որ գոյություն ունի։ Իմ կարծիքով հստակ է, որ այս օրակարգը Իսրայելում գեներացված process, այսինքն հայկական կողմը թե դիվանագիտական խորհուրդներով կամ շո լոբիստական խմբեր չեն նպաստել, որպես process-ը գեներացած։ Հայաստանը չի նպաստել։ Հայաստանը չի նպաստել, որ ու դա կլինի պաշտոնական, ոչ պաշտոնական ձևով Հայաստան դա չի արել։ Դա Իսրայելի ներսում առաջացած գործընթաց է, ու դա հենց Իսրայել-Թուրքիա երկկողմ հարաբերությունների վերաբերող process է։ Իմ կարծիքով հայկական կողմը ճիշտ է անում, որ այդ process-ի մեջ չի ներգրավում։ Ու իմ կարծիքով թուրքական կողմն էլ եթե չունենա նպատակադրություն հայկական կողմին մեղադրում, ինչպես մենք տեսանք օրինակ ադրբեջանական հայտարարության մեջ, որ Իսրայելի կողմին ոչինչ չեն ասում, հայկական կողմին են փորձում բերել օրակարգ, թուրքական կողմը շատ լավ հասկանում, որ հայկական կողմը այդ process-ի հետ կապ չունի։ Հետևաբար բաց պետք է լինի իրենց համար, կասկով նրանք նպատակեր նման չեն ունենա, դա հայ-թուրքական հարաբերությունները բացասական գործոն համարելու հիմքով, այսպես ասած։ Դա իմ կարծիքով մենք պետք է փորձենք այս մեր ու մի բան կարևոր մի բան էլ կա, երբ որ հայկական կողմը ինչ-որ բանի չի արձագանքում, դա չի նշանակում, որ հայկական կողմը դրա մասով չունի վերաբերմունք կամ դա իր համար մեծ նշանակություն չունի։ Հաճախ լռությունը ավելի խոսուն դիրքորոշում է, քան ինչ-որ մի բան ասելը։ Օրինակ ինչ պետք է ասել հայկական կողմը օրինակ սրա հետ կապված։ Օրինակ ենթադրում են սպասելիքները այն էր, որ ողջունում ենք Իսրայելի այսպես այս ճանաչումը, որը դեռ Կնեսետում ի դեպ չի ճանաչվել, կառավարության մակարդակով է, այն եւս մեկ քայլ է ժխտողականության դեմ պայքարի, պատմական արդարության վերականգնման, այն դասական բառերը եւ արտահայտությունները, որ տարիներ շարունակ մենք լսել ենք։ Եվ դրանից հետո
Նաև իդեպ հայոց ցեղասպանության ճանաչման թեման, որ այսպես էլի արդիական դարձավ, երևի թե կամաձայնվեք, որ պետք է որոշակի ընտրություն կատարել, այսպես ասենք պատմական արդարության հետևից գնալու այդ քաղաքականության եւ այսօր որոշակի այսպես նորմալացման process-ների գնալու միջև եւ ինչ անել այս դեպքում։ Իմ կարծիքով սա շատ մեծ աշխարհայացքային պատմական հարց է, իմ պատասխանը դրան հետևյալն է։ Մենք այսինքն ճանաչման process-ի հետ կապված լուրջ աշխատանքներ են արվել, սկսված հենց 15 թվականից սկսած։ Թե հայկական պետականության, թե հայկական սփյուռքի կողմից, ու դա աննշանակալի մեծ արժեք ունի։ Միևնույն ժամանակ մենք կարող ենք տեսնել, որ այդ գործընթացին զուգահեռ մենք ունեցանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում։ Այսինքն շատ երկրներ ճանաչել էին, շատ երկրներ գիտեն, որ Հայաստանում եղել է ցեղասպանություն, շատ երկրներ մեզ ճանաչում են ընդհանրապես որպես այդպիսի, այսինքն մեր մասին Հայաստան հիշում ենք քրիստոնեության ճանաչումը կամ ցեղասպանությունը։ Ասենք որքանով դա մեզ օգնեց, որպեսզի մենք կանխենք մեկ այլ ցեղասպանություն, իմ կարծիքով չօգնեց։ Իդեպ կներեք, Բայդենի կողմից ճանաչումից մի 2 տարի հետո Արցախում տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն էթնիկ զտում, այսինքն մեր մտածելակերպը, որ ցեղասպանության ճանաչումը կանխում է նոր ցեղասպանությունը, փաստերով հերկվել է։ Հերկվեց։ Այո, մենք սպասում ենք, որ սա ամերիկան որ ընդունի, հետո մեզ ինչ-որ հողեր են հետ տալու։ Մենք այժմ տեսնում ենք, որ աշխարհը մի մետր քաղաքուսի հող այս կողմ այն կողմ տանելու համար հազարավոր մարդկանց արյուն է թափվում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հողերը փոխում իրենց պատկանելությունը։ Հիմա մեր մասով կարծիքով 20 թվականից հետո 21-22 մենք հասկացանք, որ մենք ապրում ենք ռեալիզմի աշխարհում, որտեղ մեծ նշանակություն են բանակները, դիվանագիտական հարաբերությունները, այսպես ասած ուժը, power, որը տարբեր կերպ է արտահայտվում։ Հիմա ցեղասպանության ճանաչման մասով, այո, դա մեր ինքնության մի մաս է, սակայն որքանով է դա օգնում, որ մեր անվտանգությունը բարձրանա։ Իսկ մեր security-ին պետության նպատակը, որ իր անվտանգությունը հնարավորինս մեծացնի, որի նպատակը հիմնականում դա է։ Նույնիսկ այս հարձակողական պատերազմները, որ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից կամ Ամերիկայի կողմից, իրանք էլի հիմնավորվում են սեփական անվտանգությունից ելնելով են դա անում։ Հիմա այս աշխարհում մենք պետք է այս ռեալիաները, որ մեզ վերայական մենք շատ լավ հասկացանք, իմ կարծիքով մեր համար հստակ է դարձել, որ խնդիրների լուծման բանն ուժեղ պետություն ունենալու մեջ, այլ ոչ թե այլ երկրներ մեզ ոնց կվերվեն։ Ավելին ասեմ, երբ որ մենք դիրքավորվում ենք այդ դիրքից, որ այ մեզ կոտորել են, մեզ ցավ են պատճառել ու դուք դա պետք է ճանաչեք, միջազգային հարաբերությունների մասին խոսելիս ամենատարածված արտահայտությունը հետևյալն է, որ սա self help world, այսինքն դու քեզ օգնող աշխարհում ես գտնում, որքան դու քեզ օգնես, այնքան Աստված քեզ կօգնի։ Հիմա երբ որ մենք դիրքավորվում ենք որպես թույլ, որ մեզ պետք է օգնեն բան, դա հակառակ process-ն է իրականում գեներացնում։ Մեզ կարող են լավ խոսքեր ասեն, վայ ինչ լավն եք դուք, վայ հայ ազգը տանջված է, կոտորված է, բայց մենք պետք է տեսնենք դրա տակ ինչ կա։ Իսկ դրա տակ ուղղակի խոսքեր են։ Իսկ մեզ պետք է որ մենք ավելի ուժեղ լինենք, ավելի պինդ լինենք ու այդ դեպքում իրական ցեղասպանության ճանաչման process-ն այլ ընթացք իրական կարող է ստան։ Դեռ այլ երկրներ Հայաստանի հետ լավ լինելու համար, ոչ թե նրա համար, որ մեր սիրտը շայն, այլ կարող է շահ ունենան մեզնից, Հայաստանը կարող է ինչ-որ բան տալ։ Այդ դեպքում հաստատ այդ ճանաչման process-ը ավելի արագ կգնա եւ այլ համատեքստում տեղի կունենա։ Այսինքն թույլ լինելով անվտանգություն ստանալ չի լինի, դա է ձեր ասածը։ Թույլ լինելով խնդրողի եւ աղերսողի դիրքերից խնդրում ենք մեր թույլ լինելը օգտագործենք որպես պաշտպանություն տալու, հա։ Դա ինքնախաբերություն է ու հաշվով դա ես փաստերը այն ինչ որ մեզ հետ տեղի ունեցա վերջին մի քանի տարվա ընթացքում կարծիքով ապացույց են այն կարծիքին, որ ես ասում եմ, էլի հակառակ ապացույց ես չեմ տեսնում պատմական պրակտիկայում։ Շատ լավ, դե այդ պարագայում եկեք հասկանանք ներկայում անվտանգություն ասվածը մեզ համար ինչ է։ Մարդիկ կարող են ասել, լավ, այս հարցը մենք հիմա արդիական չենք դարձնում, բայց նաև այս պայդրությամբ չունենք ճեղքում Թուրքիայի ուղությամբ, Ադրբեջանի ուղությամբ, այո, գնահատելի է, որ սահմանին պատերազմ կրակոցներ այս բան գոնե չկան իր խնդիրներով հանդերձ օկուպացված տարածքներ եւ այլն, բայց այս քաղաքականությունը, երբ որ քո դրոշները, ունեցած դրոշները մինչև վերջ չես ծածանում եւ խոսույթ չես գեներացնում, դա հողի վրա չի բերում արդյունքներ, օրինակ Արցախի հայերի վերադարձի հարցից չես խոսում, Ադրբեջանը խոսում է Արմենիան Ադրբեջանից, հա, այսինքն
չկա վտանգ, որ մենք այն մյուս ծայրահեղությունն էլ կընկնենք, բոլոր դրոշները իջեցնել, ստանալ որոշ բաներ, ասենք հարաբերական խաղաղություն, ինչը քիչ չի, բայց նաև չստանալ պայմանագրի ստորագրում եւ ստանալ Ադրբեջանի կողմից Արևմտյան Ադրբեջան, 300,000 ադրբեջանցի եւ այլն։ Փորձեմ իմ կարգով հարցը բաժանեմ երկու մասի՝ մեր անվտանգային իրավիճակը ու երևի այս ժամանակակից խոսույթներ, որտեղում մեր դիրքորոշումը, չէ։ Անվտանգության մասով իմ կարգով կարևոր է, որ մենք հիշենք, որ այդ գոյություն ունեցող հակամարտությունում, որ դեռ չի ավարտվել, բայց այդ տաք փուլում մենք պարտվեցինք։ Մենք պարտվեցինք համ Լեռնային Ղարաբաղում, հետո մենք պարտվեցինք հայ-ադրբեջանական սահմանում։ Ու հայկական կողմն էր, որ շահագրգռված էր, որ ռազմական գործողությունները շարունակվեն, այսինքն մենք հետաքրքրված ենք ստատուս քվոն պահպանել, ոտքի կանգնել։ Այդ ընթացքում նաև փլուզվեց այն անվտանգային համակարգը, որով մենք փորձում ենք պաշտպանել մեր շահերը, որը հիմնականում հիմնված էր հայ-ռուսական հարաբերությունների եւ ՀԱՊԿ-ի հիման վրա։ Դրանից հետո Հայաստանը ձևավորեց նոր զսպման համակարգ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար, որը արտացոլվում է ԵՄ դիտորդների հայկական սահմանի տեղակայմամբ, TRIP նախագծով Ամերիկայի հետ, նոր ռազմական համագործակցություն այդ թվում Հնդկաստանի հետ ու նաև այս ստրատեգիկ համագործակցություն Հայաստանը ձևավորում։ Այսինքն ձևավորվել որոշակի նոր զսպման համակարգ, որը այս պահին բավարարում է մեզ։ Սա մեզ տվել է որոշակի պատուհան, խաղաղության պատուհան, ոտքի կանգնելու համար։ Հիմա ըստեղից արդեն մենք երկու տարբերակ պետք է ունենք երկարաժամկետ առումով մեր անվտանգությունը ապահովելու համար, որտեղ այն փուլում, որ մենք հիմա գտնում ենք, մենք չենք կարող ասել, որ դա երկարաժամկետ է, կայուն է, կարող է փոփոխվել։ Հիմա երկու տարբերակ ունենք։ Մեկը ուժեղացնում ենք մեր բանակը, այնքան որ մեր բանակը կարողանանք մենք մեզնով մեր անվտանգությունը ապահովել, իսկ դա շատ կոնկրետ է։ Քանի օր հայկական բանակը կարող է օրինակ ադրբեջանական զորքեր պատերազմում լինելով թույլ չտալ սահմանների փոփոխություն։ Մյուսը դա կոչվում է ներքին բալանսը։ Մյուսը, որ մենք կարող ենք այնպիսի դաշնակցային պայմանավորվածություններ ձեռք բերել, որ մենք դեռ չունենք։ Իրականում, որ ունենք եթե Հայաստանի վրա հարձակվում, ռազմական օգնություն է լինում Հայաստանին։ Իդեպ այստեղ պետք չի մոռանալ Թուրքիա-Ադրբեջան նմանատիպ գործընկերությունը, որովհետև մեզ մոտ տարբեր երկրների որպես դաշնակից են կարգում, որոնք չունեն այդպիսի պարտավորություններ, մինչդեռ Շուշի հռչակագրով առնվազն, Թուրքիան ունի Ադրբեջանի նկատմամբ երրորդ կողմերի հարձակման դեպքում աջակցելու պարտավորություն։ Շնորհակալ եմ, այդ միտքը իմ կարծիքով մտնում է ընդհանուր խոսքի մեջ, այո, ի տարբերություն մեզ Ադրբեջանը նման դաշնակից ունի, մենք դեռ չունենք։ Ուսա այդ երկրորդ ճանապարհն է, որ ես ուզում եի ասել, ու Ադրբեջանը այդ առումով մեզնից մի քայլ առաջ է։ Սա հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ունենք անելու։ Մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, որտեղ այն տարածաշրջանում, որ մենք ենք, այն աշխարհակարգային փոփոխությունները, որ այժմ աշխարհում տեղի են ունենում, դա ստիպում է երկրներին ուղղակի հույսը միայն դնել սեփական ուժերի վրա։ Մենք էլ 90-ականների լիբերալ աշխարհակարգում չենք ապրում։ Մենք իրականում գնում ենք նախա առաջի համաշխարհային պատերազմ իրավիճակին, երբ որ աշխարհակարգում երկրների հարաբերությունները ինստիտուտների դերը շատ թույլ էր։ Հիմա մյուսը այս ժամանակակից կոնտեքստում իմ կարծիքով այս հարցին պատասխանելու համար 300,000 ադրբեջանցիների գալը Հայաստան, հայկական ես մի քանի օր տեսա, որ Ադրբեջանի նախագահան հայկական կողմին մեղադրում են ինչ-որ հուշարձանները չպահպանելու կամ վնաս հասցնելու մեծ։ Մենք պետք է մի բան փորձենք հասկանալ, ու սա իրականում պետք է ասեն մարդիկ, ովքեր բանակցում են։ Ինչպիսին է այժմ բանակցային սեղանում իրավիճակը։ Ինչպես են հայկական կողմը գնահատում պատերազմի ռիսկը։ Մի տարածված խոսույթ կա, որ պատերազմ միշտ կա լինի, ես դա նկատի չունեմ։ Ես նկատում տևել ունա կարճաժամկետ ժամանակում, 3 ամիս, 6 ամիս, տարվա վերջ օրինակ։ Օրինակ եթե մենք պատերազմի ռիսկերը այնպես չենք գնահատում, ինչպես օրինակ կգնահատեինք մինչև օգոստոսի 8-ը, որտեղ օգոստոսի 8-ից բան է փոխվել։ Իմ կարծիքով հայկական կողմը այդ բանակցությունում կարող է մի փոքր դիրքավորումը փորձել փոխել։ Նշել որ օրինակ ադրբեջանական կողմը, երբ որ դուք նման խոսույթ եք օգտագործում, դուք ընդհանրապես խաղաղության process-ի վրա չեք ազդում։ Ու մենք անվերջ ուղղակի չենք կարող կահավորել, այսպես ասած, ձեր ոչ թե ցանկությունները, այլ այդ պահի տակ առաջացած, այո, ցանկությունները։ Այստեղ մենք պետքա որոշակի իմ կարծիքով ճշգրտումներ ամեն դեպքում հայկական կողմը, բայց ասում սա կախված է
օպերատիվ նաև իրավիճակից։ Իսկ սա հետ կապված տեղեկատվություն չի տրվում։ Ու իմ կարծիքով մեր խնդիրներից մեկը իրական հենց դա էլ պետք է լինի։ Իսկ հայկական իշխանությունները փորձեն այդ օպերատիվ, ստրատեգիկ օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվություն տան։ Իսկ մենք ցավոք նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսանք, որ երկու կողմն սպառնում էր պատերազմով։ Օրինակ վարչապետը նշում էր, որ եթե սանրական մեծամասնություն չստանամ, սեպտեմբերին կլինի պատերազմ։ Ստեղ իմ մոտ հարց առաջանում, օրինակ բայ դեպքում նույն ԵՄ դիտորդները, նույն թրիփը, որ նույն նաև իշխանությունները նշում են, որ անվտանգության որոշակի երաշխիքներ են։ Այդ դեպքում դրանց անվտանգային երաշխիքների գործունը վերանում է։ Դե իշխանության ասածներն էր, որ ընդդիմությունը գալով իշխանության այդ ամեն ինչը թոզմիշ է անելու, ինչպես ասում են, եւ չեն գործելու։ Այսինքն իհարկե իրենցով են պայմանավորվում, որ եթե մենք չլինենք, կլինի պատերազմ, բայց նաեւ, այսպես ասենք, ընդդիմության գրպանն են գցում այդ մեղքը, որ նրանք կգան, այդ ամեն ինչը կձախողեն, այսպեսի խոսույթ։ Այդ հարցի հետ կապված իմ կարծիքով մեծ ճշգրտումներ են պետք, որպեսզի նախընտրական եւ կուսակցական խոսույթը կամ քաղաքական խոսույթը տարանջատվի ավելի մասնագիտական խոսակցությունից, որ մասնագիտական, այսպես ասած, բութ օբյեկտիվ, այսպես ասած, իրական, որի կարիքը մենք ունենք։ Լուրջ են ընդունում նման հայտարարությունները 300,000 ադրբեջանցիները։ Հիմա Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետը չի լինելու ակնհայտորեն։ Այսինքն ադրբեջանցիները գալու են, ստացվում է 300,000 ադրբեջանցի առաջիկա 5 տարում գալու է Հայաստան։ Երևի քաղաքական խոսքի պատասխանատվության խնդիր կա եւ իշխանության եւ ընդդիմության կողմից, ինչից նրանք կաղում են ակնհայտորեն, չէ՞։ Իմ կարծիքով իրենց խոսքում իրենց ազատությունը պայմանավորված է դաշտում առկա քաղաքական ուժերով։ Եւ մեր նյարդերը սղոցելու կարողությամբ։ Այդ առումով իմ կարծիքով իրենք կարծում են, որ հայ ազգը այդ առումով շատ դիմադրողունակ է ու նման տեղեկատվությունների հանդեպ արդեն շատ սովորական վերաբերմունք ունի, հաճախ մենք նույնիսկ արդեն շատ սովորական ենք վերաբերում ինչ-որ բաների, որ աբսուրդային է։ Սա նաև է կապված, որ այնքան այդ ամեն ինչը ասվեց, մենք ուղղակի սովորել ենք։ Դա, այսինքն այդ առումով դա համար քաղաքական ուժերը շատ վատ իրենց չեն զգում, որ մի բան ասեն, այդպես չլինի։ Մյուսը նույն ԿՊ-ին իմ կարծիքով իրենց խոսքում ազատություն է տալիս ընդդիմության նման անպատասխանատու վարքագիծը, որտեղ համեմատականության մեջ է, այսինքն օրինակ եթե իրանք ամեն դեպքում մտածում են, եթե նույն ժողովրդին մեր ասածը դուր չգա, ամեն դեպքում ընդդիմությունը մի հատ այնպիսի բան կասի, որ հաստատ իրանք ցավալի շատ դուր չգա, մեզ վերջում մեզ կընտրեն։ Նույնիսկ ընդդիմությունն է մեկ մտածում։ Բայց եթե լինի քաղաքական դաշտը կուսակցությունները, նույն նաև իրականում մասնագիտական համայնք ավելի խիստ լինի ու կարողանա, այսպես ասած, պատասխանատվության ոչինով ենթարկել քաղաքական ուժերին, իրենք իմ կարծիքով ավելի պատասխանատու կդառնան։ Բայց քանի որ դաշտը այդպեսին չէ, իսկ իրենք գործում են այդ մթնոլորտում, դա իրենց որոշակի ազատություն ամեն դեպքում թույլ է տալիս։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Դավիթ Պետրոսյանին։